Սիրելի ժողովուրդ, արժանապատվության նախաձեռնության հետ մենք համագործակցում ենք բավականին վաղուց։ Այս համագործակցությունից հիասթափվել է Արամ Սարգսյանի արևմտամետ դաշնակիցը։ Հարություն Մկրտչյանը հեռացել է այս թիմից։ Նա կասկածում է, որ Հանրապետություն կուսակցության ղեկավարը հավատարիմ է արևմտյան գծին։ Կներեք, արդեն բանական մարդու մտքում չի տեղավորվում, ինչպես կարող է լիբերալ քաղաքական ուժը Բարգավաճ Հայաստանի նախկին անդամի հետ, ընդգծում եմ, 2018 թվականից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամի հետ որևէ ճանապարհ անցնելու տարբերակ դիտարկել։ Հանրապետության նոր դաշնակիցը արժանապատվությունը գործարար Ծառուկյանի հետ սերտ կապեր է ունեցել։ Նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության առանցքային դեմքերից է եղել։ Գագիկ Ծառուկյանի օգնականը կուսակցության աշխատակազմի ղեկավարը։ 2018-ի խորհրդարանական ընտրություններում էլ ԲՀԿ-ի падգամավորի թեկնածուն։ Եկեք ավելի հեռուն գնանք, առաջարկում եմ ավելի հեռուն գնալ, միանալ Բելարուսամետ օլիգարխին, միանալ Ռուսաստանի Դաշնությունից գործ ուղղված օլիգարխին։ Հարություն Մկրտչյանը Հանրապետություն կուսակցության անդամ չէր։ Եվ փառք Աստծո, որ չեմ եղել։ Բայց սերտ համագործակցում էր Արամ Սարգսյանի հետ։ Վաղարշապատի վերջին ընտրություններում Հանրապետության համայնքապետի թեկնածուն էր ու 1241 քվե ստացան։ Փոշմանել է, որ թեկնածուն է եղել։ Կամա թե ակամա Հանրապետություն կուսակցությունը քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհին հականի դեր է ստանձնել։ Հարություն Մկրտչյանը Եվրաքվե նախաձեռնության անդամներից է։ Այս նախաձեռնությունը սկսեց ստորագրահավաքը, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը խորհրդարան հասնի։ Արևմտամետների այս բևեռը կարող էր միասնաբար ընտրություններին մասնակցել, ու հիմա ըստ Հարություն Մկրտչյանի բևեռը փլուզվում է։ Եվ Հանրապետություն կուսակցությունն է, որ հայտարարել է, որ միայնակ է գնալու ընտրությունների։ Եվ Հանրապետություն կուսակցությունն է, որ իր համագումարում ընդգրկել է համագործակցության ձևաչափով Բելարուսամետ օլիգարխի աջակիցներին, մեղմ ասած, եթե չասենք ջոկատավարներին։ Սա չգիտեմ Արարատի մարզի որ կրթական համալիրում են այսպիսի քաղաքագիտական դասեր տալիս, բայց համենայն դեպս քաղաքագիտության մեջ այդպիսի նոնսենս ասա։ Պահպանողականներն ու լիբերալները չեն կարող միասնական ճակատով հանդես գալ։ Ինձ այնքան հետաքրքիր է այդ վաղարշապատի կա, որ Հարություն Մկրտչյան ճանաչումը կամ ճանաչում էր մինչև Հանրապետություն կուսակցության առանցքային դեմքերից Անի Խաչատրյանը իր պատվից ցածր է համարում, որ արձագանքի նախկին թիմակցի մեղադրանքներին։ Հետո ինչ որ ԲՀԿ-ից է եղել արժանապատվություն նախաձեռնության ղեկավարը, գուցե ինքն է միութենական գաղափարախոսությունից հրաժարվել։ Ցանկացած մարդ կարա իր լինի, հա, նախկինում, եթե նույնիսկ ես չգիտես, որից է կերպ պրոռուսական կողմնորոշվածություն ունենա, բայց հետո հասկանա դարձի գա, այսպես ասեմ, եւ որոշի, որ արևմուտքը ամենաճիշտ տարբերակն է Հայաստանի Հանրապետության համար։ Հետո էլ արժանապատվությունը կուսակցություն չէ, նախաձեռնություն է։ Ինչու պետք է գաղափարական ու քաղաքական հակասություններ լինեն, զարմանում է արևմտամետ կուսակցության ներկայացուցիչը։ Արժանապատվությունը քաղաքական կուսակցություն չի, որ քաղաքական որևէ տարբերություն կամ ինչ-որ բան լինի, նախաձեռնություն է։ Կուսակցական անցյալն էլ ըստ Անի Խաչատրյանի խոչընդոտ չէ, որ մարդիկ միավորվեն համագործակցեն։ Ինչու՞մ է խնդիրը, բոլոր կուսակցություններում կան թե նախկին ԲՀԿ-ականներ, թե նախկին հանրապետականներ, մարդը իր նախաձեռնությունն ունի, թե նախկինում ինքը ինչ քաղաքական ուժի ցուցակներում ա եղել, դա չգիտեմ։ Իմ այսպես ասեմ, քաղաքական դիրքին համահունչ չի Հարություն Մկրտչյան մեկնաբանելը, ես կամաչեմ։ Արամ Սարգսյանը գաղափարական մերձավորի հրապարակային մեղադրանքներին, որ դաշնակցում է ճիշտ հակառակ բևեռի գործիչների հետ չի արձագանքել։ Պիտի հայ քաղաքացին, հայ մարդը մեզ կվետա, որ քաղաքականությունը լինի այն ինչ որ գրված է ձեր դրոշի վրա արժանապատիվ, որ քաղաքականությունը լինի նաև բարոյական, որ քաղաքականությունը չվերածվի պիտակներ կպցնելու, սրան նրան հայոյելու։ Հանրապետություն կուսակցությունն էլ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Եվ մենք ձեզ ուսախապ չենք անի, շնորհակալություն։